Էշմը չունեցողը Հակոբ Չոլակյան Երեք դպրոցակից ընկերս Հակոբ Կերբաբյանը կրկին է գյուղեն հետաքրքրական բան մտիրել տվավ ինձի ըսելով որ հաջող առածները սխալ կհասկանանք գսենք Էշմը չունեցողը փիսամը թողունու Էշմը չունեցողը փեսամը թող ունենա Ինչ հասկացաք Բարձ է չէ Իշուն ծանր շալակը փեսային վիճակված է Սա առերևույթ նաև ընկալելի է գյուղական միջավայրի մեջ որ հարազատներ փոխօգնության գտիմեն գարկմը աշխատանքներու ընթացքին բերքահավաք վարուցան փեսան չհասնի մարդուն ով պիտի հասնի ով օգնության պիտի հասնի Սա այսպես է որքան ալ փեսան իշուն հետ համեմատելը անբարգեշտ ու դքեր գտվի բայց իսկության մեջ առածը ոչ մեկ կապ ունի իշուն ավանագին հետ որովհետև էշը ավանագը չէ այլ քեսաբի մեջ տարածված տեսակ մտան գետրոնական կերանը որուն վրա հանգչած կլան կողմերեն եկող կերանները էշը հանգչած կրնա ըլալ սյունի մխոյակին Պարծիգին վրա, այդ տուներուն գսեին աշակլեմը։ Քանի մհադը գանքուն վիճակի մեջ կարելի է դեսնել հոս ու հոն։ Ուրեմն, էշը առաստաղը իր վրա բահող կերանն է, առաստաղը գանքուն բահող կերանն է։ Դունը դուն չէ առանց առաստաղի, էշը պդի իննա, ամպողջ դանիքը վարգուկա։ Առածին մեջ դան գլխավոր կերանին նման ծնելով, Փեսային թերը գմեցնա, իպրև հովանավոր, դիրությունը նող, իպրև բաշտպան։ Ասիկա պետք է ըլլար նախկիններու մտայնությունը։ Ուրթակ պերուով Երթակ պարով